ժամանակակից բարի միջազգային ամառային փառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 1-ը։ 5-րդ հոբելյանական փառատոնը տեղի կունենա Երևանում եւ Գյումրիում։ Փառատոնի ծրագրում ամփոփված են ժամանակակից բարի, ֆիզիկական եւ վիզուալ թատրոնի բեմականացումներ, պերֆորմանսներ ներկայացված հայկական թատրոններում, ինչպես նաև քաղաքային լանդշաֆտի արտասովոր վայրերում։ Եվ այս առիթով մեր տաղավարում են ժամանակակից բարի միջազգային փառատոնի ղեկավար Վալերիա Կասպարովան եւ Հայաստանի պարադիտման մասնակից Թագուհի Մարկոսյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Բարի լույս։ Հետաքրքիր է, ինչ է սպասվում, ինչ է լինելու, ինչի մասին ենք խոսում մենք։ Սա շատ ինչ որ գրավիչ է։ Ամառը նաև փառատոններով է հարուստ եւ հաճելի։ Հա, շատ լավ է, որ Հայաստանը ոնց որ սենց պայմաններ ունի, որ ամառակարանք յուրեր բերենք, որ իրանք նաև վայել են Հայաստանը ու նաև մեր արվեստը։ Իմ համար շատ կարևոր է նշել, որ արդեն 5 տարի, 5-րդ տարի մեր ժամանակակից բարի միջազգային, առաջին միջազգային ժամանակակից բարի փառատոնը անցկացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, նաև այս տարի մեզ միացել է Երևանի քաղաքապետարանը, մենք շատ ուրախ ենք այդ Պաստի առիթով, նաև մեզ արդեն շատ երկար ժամանակ աջակցում է Թատերական ինստիտուտը, շատ մոտ ենք համագործակցում, Ֆրանսիայի դեսպանատունը, Ինստիտուտ Ֆրանսիայի եւ այլն, ու դրա շնորհիվ մենք լիքը տարբեր ծրագիրներ ենք առաջացնում, օրինակի համար մենք արդեն մի քանի ամիս առաջ եղել ենք ձեր մոտ, հենց այդ մեր ծրագրով, որ մենք բակալավրիատ ժամանակակից բարի բակալավրիատ ենք ստեղծել Թատերական ինստիտուտում, ու դա շատ մեծ քայլ է Հայաստանի համար, որ արդեն իսկ դիպլոմացված մասնագետներ են լինելու հենց այս ոլորտում։ Իսկ այս տարի մենք սենց ձեռք բերում ենք ունեցել, բերում ենք առաջին անգամ Հայաստան բուտոյի մասնագետ, ամենահին մաստերներից մեկը, Կացուրական, ով տալու է իր workshop-ները 4 օրվա Թատերական ինստիտուտում, ես վերջում ցույց կտա իր այդ լաբորատորիի արդյունքները, նաև ինքը տալու է լեկցիա, թե արդյոք ինչն է բուտոն եւ այլն, ու դա Ճապոնիայի այս ոչի առաջին անգամ է Հայաստանում, շատ ուրախ եմ այդ փաստի առիթով։ Նաև մենք հյուրընկալում ենք մեր արդեն տարվա ընկերներ, օրինակ Կանոն Դանս թատրոնը Ռուսաստանից, Սանկտ Պետերբուրգից, որովհետեւ իրանք նախ Ռուսաստանում ամենահզոր պարային թատրոններից մեկն են եւ իրանք նաեւ չնայած աշխարհային վիճակներին, հա, համագործակցում են ուրիշ ազգերի բեմադրողների հետ եւ այսպես մենք նաեւ առաջին անգամ ցույց կտանք հարավ, չէ, յուգ Հարավային Կորեայի խորեոգրաֆի աշխատանքը, նաև մենք ցույց կտանք Լիլիթ Հակոբյանի աշխատանքը, որը շատ հետաքրքիր է, իրանք հանդիպել են առաջին սամիտում ստեղ, եւ այսպես ընկերությունը սկսվավ, Լիլիթ գնաց Ռուսաստան ու բեմադրեց իր բեմադրությունը, որը հիմա Ռուսաստանում մեծ բում է, եւ շատ ուրախ ենք նաև ստեղ ներկայացնել այդ գործը։ Եվ ընդհանրապես, ոնց ասեցիք, արդեն լիքը site specific performance-ներ են լինելու, նաև շատ կարևոր կետը այս տարի, որ մենք սկսում ենք նոր ծրագիրը Summit for Kids։ Այսինքն մեր կազմակերպիչների մտածելակերպով շատ կարևոր է ոչ թե մենակ ցույց տալ ինչ որ մի բան, այլ նաև ոնց որ աճացնել համ պարողները, համ բեմադրողները, համ հանդիսատեսին։ Այսինքն որ ժամանակակից բառը նաև երիտասարդների, պատանի հանդիսատեսի համար դառնա հասանելի, որովհետև որոշ ներկայացումները լինում է, որ երեխեք ավելի լավը չնայեն, իսկ մենք ուզում ենք սենց մի քայլ առաջ անենք նաև պատանի հանդիսատեսի համար։ Ներգրավեք երեխաներին։ Այո։ Ինձ հետաքրքիր է location քաղաքները ոնց եք ընտրել, ինչու մայրաքաղաքը եւ հայրաքաղաքը։ Նախ դե ոնց ասեմ, ես քանի որ ստեղ էկող եմ, այսինքն սփյուռքահայ եմ համարում ինձ, մի տեսակ, չնայած արդեն 5 տարի ստեղ եմ ապրում, ու նկատել եմ, որ ընդհանրապես ամեն ինչ ոնց որ Երևանի շուրջ է ֆրում, որը մի քիչ անարդար է, կարծում եմ, նաև ես որպես Պետերբուրգից լինելով գնացի Գյումրի, սիրահարվեցի այդ քաղաքի վրա, ասի ջան, Անդրեև, վերջը։ Ամեն դեպքում, օրինակի համար Գյումրիում մենք շատ լավ պարտներներ ունենք, Հայերտաց տան դեմքով, նաև իրանց քաղաքապետարանի դեմքով, եւ մեր նպատակը դեցենտրալիզացնել այդ մեր գործը, որ ոչ թե Գյումրիից, ասենք Աշտարակից, Լորից գան ստեղ, այլ մենք փորձենք մատուցենք այդտեղ։ Ու մենք լիքը այսպես բաներ անցկացրել ենք արդեն իսկ, այսինքն ամեն տարի մենք ինչ որ մի ուրիշ լոկացիա ենք ընտրում Երևանից դուրս, որտեղ ենք մենք անցկացվում մեր միջազգային ինչ որ մի մաս,
Նաև այս տարի մենք որոշել ենք էլի Գյումրիի հետ համագործակցենք, որովհետև մեր sense ասած հոբելանական պարատոնն է, դրա համար որոշեցինք էլի անդրադառնանք հին ընկերներին եւ շարունակենք այդպես։ Գյումրիում անցկացվելու է մի հատ site specific performance Ավետիք Իսահակյանի տան-տանգարան մեջ ու ապարելու են Ղազախստանի թատրոնը Samruk Dance Theater էլի մեր ընկերներն են, ովքեր անցած տարի եկել են ու շատ են հավանել թե Հայաստանը, թե մեր պարատոնը եւ որոշել են, որ ուզում են հետ գան իրան հատուկ ծրագրով, նաեւ այդտեղ անցկացվելու մաստեր կլասներ։ Մենք հիմնականում մաստեր կլասներ անցկացնում ենք Երևանում, բայց էլի այս տարի որոշել ենք մենք գնանք դեպի Գյումրի, որ այդտեղ էլ հենց սովորելու հնարավորություն լինի, որովհետեւ մեր մաստեր կլասները դա իմ համար բացառիկ երևույթ է, անվճար են։ Այսինքն մենք ոնց որ բարեգործություն ենք անում, այս ներդրում դեպի էլի զարգացնելու։ Բարի զարգացում։ Թագուհի ինչ է նշանակում պարադիտման մասնակից։ Ես ներկայացնելու եմ Armenian Showcase-ի մասնիկ եմ։ Մեր հայ երիտասարդները հնարավորություն են ունենում Summit միջազգային փառատոնի ժամանակ ներկայացնել իրենց բեմադրությունները եւ կարելի ասել Հայաստանի փոքրիկ դեմքերն ենք էլի մենք, որ կարող ենք մեզ ցույց տալ այդտեղ բեմադրողներ ենք։ Առաջին անգամ եք այս փառատոնին Ոչ, երկրորդ անգամ։ Իսկ փորձառությունը ինչպիսին է։ Շատ հետաքրքիր է, նախ դու շփվում ես տարբեր երկրի պարողների հետ, բեմադրողների հետ, շատ հետաքրքիր է։ Փորձի փոխանակումը շատ է, ինչը ամենակարևորն է ինձ համար, իմ կարծիքով դա շատ կարևոր է։ Նաև մենք փորձում ենք նենց դասավորենք, որ մեր արտասահմանյան հյուրերը կամ ինչ-որ մի պարային կամպանիայի տնօրենները եւ այլները, ասենց մեծ ներկայացուցիչները նաև նայեն Armenian Showcase-ը, որ բացահայտեն իրանց համար ջահել երիտասարդ բեմադրողներին եւ կարող է ինչու ոչ տանեն իրանց պարատոններին, իրանց կամպանիաների վրա բեմադրել, որովհետեւ մեր գլխավոր նպատակը հենց Armenian Showcase-ն է։ Այսինքն ոչ թե մենակ այլ երկրից բերել լավ պարողներ, լավ բեմադրողներ ու ցույց տալ թե ոնց է լավը, այլ ընդհակառակը ցույց տալ, որ Հայաստանում էլ լավը կա ու զարգանում է եւ համեցեք մենք էլ ենք ուզում այդ մակարդակի վրա դուրս գանք ձեր հետ հավասար։ Ինձ այստեղ շատ հետաքրքրեց քաղաքային լանդշաֆտի արտասովոր վայրեր։ Որն է դա, որտեղ եք ապրելու։ Գոյություն ունի այսպես ոչ site specific կոչվում, ինքը հենց պարային բեմադրությունը, որը հարմարվում է ցանկացած տեղին, օրինակի համար, եթե մեզ ասեին այստեղ անենք ներկայացումը, մենք ամեն ինչը պետք է օգտագործենք, ինչ ստեղ դրած է, ամեն ինչ պետք է անենք։ Եվ մենք այս տարի աշխատել ենք, ոնց ասացի, Գյումրիում օրինակ համար Ավետիք Իսահակյանի թանգարանում, նաև մենք Երևանում անցկացնել ենք երկու հատ շատ հզոր site specific ներկայացում, մեկը լինելու է Ազնավուրի հրապարակի վրա, որը լինում է համագործակցություն նկարիչների միության հետ, այսինքն մեր հյուրերը ապրելու են դրսում, հենց հրապարակում, իսկ նկարիչները շուրջը նստած նկարելու են հենց այս ընթացքում ու մենք կտեսնենք արդյունքները ինչն են լինելու, նաև մենք այս տարի առաջին անգամ համագործակցում ենք համազգային պատկերասրահ, ճիշտ եմ ասում։ Այո։ Լավ եմ արել։ Համազգային պատկերասրահի հետ եւ այդտեղ կակրաս այդ Summit for Kids ներկայացնում է The Dictionary of Obscure Sorrows աշխատանքը, որը լինելու աշխատացնելով իրանց աստիճանները, էլի պատկերասրահ կոնկրետ եւ մեր հյուրերը նաեւ այդ տոմս ունենալով կունենան հնարավորություն ամբողջ պատկերասրահը ուսումնասիրեն։ Նաեւ շատ կարեւոր է նշել, որ հայկական շոուքեյսի մեջ էլ եւս արդեն մտել է site specific ոճը ու մյուս մեր ներկայացումը բացելու հայկական շոուքեյսը հենց թատերական համազգային թատրոնի ֆոյեում, որը պետք է էլի օգտագործեն ամբողջ տարածքը։ Մաքսիմալ պարային եք դարձնում հենց այդ օրերը եւ ամենակարևորը, որ ժամանակակից պարերը, որոնք արդեն աշխարհում բավական տարածում ունեն եւ օրեցօր զարգանում են, մեզ մոտ նույնպես։ Ես ունեմ ընկերներ, ովքեր այդ ոլորտում են եւ կարող եմ վստահ ասել, որ մենք էլ ենք լավագույնների շարքում եւ առավել եւս երիտասարդությունը, որ այդ ամենով տարված է, հաստատ
արժանի ավելի բարձր լեվելների, որոնք աշխարհում կան, այնպես որ բրավո, ապրեք։ Ուզում ձեզ նվիրել Իջևանի Սարգոն սպիտակ չոր գինի, որպեսզի հենց այդ փառատոնի ընթացքում պարզապես տարտասովոր վայրերում բարը վայելելուց հետո վայելեք նաև այս գինին։ Շնորհակալություն։ Եվ տրամադրություն եմ ուզում ձեզ նվիրել, բացիկներ, որոնք հենց նախատեսված են սիրելի մարդկանց նվիրելու համար։ Առաջինը Անդրեի երգի խոսքերով են իմ սերը քեզ թևեր թող տա։ Երկրորդը իհարկե Արսեն Սաֆարյան, «Էս ինչ սիրուն ես, անհավանական գեղեցկուհի, դու խենթացնում ես ինձ ամեն պահին»։ Շատ ձեզ։ Որպեսզի ձեր տրամադրությունը լինի շատ բարձր։ Մերսի շատ։ Շնորհակալ ենք ձեզ։ Հաջողություն ենք մաղթում փառատոնին։ Մերսի։ Շնորհակալ ենք։ Դե ինչ, հիմա կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։